ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե իր փաստաբանները հավաստիացրել են, որ ինքը չի անցնում 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության գործով, որը հետաքննում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի թիմը։ New York Times-ին տված հարցազրույցում, որը երեկ է հրապարակվել, Թրամփն ասել է, թե այդ մասին փաստաբաններին հայտնել է արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտայնը։ Միացյալ Նահանգներն այսօրի պաշտոն է հայտարարել է փոքր եւ միջին հեռահարության հրթիռների 1987 թվականի պայմանագրից դուրս գալու 6 ամսյա գործընթացի մասին։ Russia has jeopardized. Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմպեոն։ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է պայմանագիրը խախտելու համար, նշելով ռուսների կողմից պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ ստեղծելու հանգամանքը։ Խոսքը 9M729 Նովատոր հրթիռի մասին է, որը ըստ ռուսների չի հակասում Խորհրդային Միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կնքած պայմանագրին։ Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել հրթիռի արտադրությունը կամ դրա տեխնիկական պարամետրերը համապատասխանեցնել պայմանագրին եւ ներկայացրել է վերջնագիր, որի ժամկետը վաղն է սպառվում։ Իրանը տոնում է մահմեդական հեղափոխության 40-ամյակը։ 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին 14 տարի վտարանդի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք եւ դարձել է Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդը։ Շահը գահանկեց է արվել եւ Իրանում 2500 տարի տևած միապետությունն ավարտվել է։ Տոնակատարությունները կտևեն 10 օր, մինչեւ փետրվարի 11-ը։ Իրանում դա անվանում են լուսաբացի 10-օրյակ։ Փետրվարի 11-ին Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարությունը տապալվել է եւ իշխանությունը ստանձնել են կարծր դիրքորոշման կողմնակից շիա մահմեդական առաջնորդները։ I'm Cory Booker and I'm running for president of the United States of America. Նյու Ջերսիից ամերիկացի դեմոկրատական սենատոր Քորի Բուքերը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքար սկսելու մասին։ 49-ամյա Բուքերը նախագահ առաջադրվելու մտադրության մասին հայտնած թվով արդեն 4-րդ սենատորն է։ Բուքերը այդ որոշումը կայացրած սևամորթ 2-րդ սենատորն է։ Սևամորթ քաղաքական գործիչներից առաջինը հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին հայտնել է Քամալա Հարիսը Կալիֆոռնիայից։ Հնդկաստանում աղետի է ենթարկվել Mirage 2000 ուսումնական ռազմական օդանավը, երկու օդաչուները կարողացել են դուրս նետվել ինքնաթիռից, սակայն զոհվել են։ Վթարը տեղի է ունեցել Բենգալորավանի մոտակայքում գտնվող ռազմակայանի շրջանում։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Արգենտինական ֆուտբոլի գերաստղ Բարսելոնայի առաջատար ռմբարկու Լիոնել Մեսսին Nou Camp մարզադաշտում ներկա էր հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված է Cirque du Soleil կրկեսի Մեսսի համար 10 նոր շոուին։ Այն հանդիսատեսներին կմատուցվի այս տարվա հոկտեմբերից։ Շոուի սցենարի հիմքում հենց Մեսսիի կենսագրությունն է։ Շոուն պատմում է հավակնոտ երիտասարդի մասին, ով իր տաղանդի շնորհիվ հաղթահարում է դժվարությունները եւ դառնում է աշխարհի լավագույն 10 համարը։ I feel really great because we have the opportunity. Շոուի հեղինակ բեմադրիչ Մուխտար Օմար Շարիֆն ասել է, որ մեծ ուրախություն է ապրում այս ծրագիրը նախաձեռնելու համար։ We're really happy that everybody's going to be able to share it with us now. 31-ամյա Մեսսիին 3 մարզադաշտում ուղեկցել են կինը Անտոնելլա Ռոկուցն եւ Բարսայի ֆուտբոլիստները։ Մեսսին 5 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Նա շնորհակալություն է հայտնել Cirque du Soleil-ին այդ շոուն բեմադրելու համար։